Արարատ բանկ։ Միավորիր սպառողական վարկերդ։ Լավ, բայ։ Այդ երգը ես չեմ հավատում, որ դու այդ պատմությունը հիմա կպատմի։ Դու հիմար ոչ ես, սավունց կայլ այդ մեկը մյուս հետ։ Ուրեմն կոշիկի կաբլուկը կոտրել էին։ Սի պատուհանի մոտ չես կարող նստել, ես եմ նստում։ Սինյակներով տանջված, քերծված։ Արի բացատրի, որ տրամվայի ենք սպասում։ Հա, տեսանք։ Ինձ թվում էր քիժ են մարդիկ։ Դու իր այդ խոսում ես։ Ինչ ես տենց պահում քեզ։ Ներբեռնիր գլովը, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Այսօր հենց այնպեսի հյուրերն են գեղեցկուհիներ Լուսինե եւ Իրինա Թովմասյանները։ Ուրախ եմ ձեզ վերջապես տեսնել այստեղ, ինչու վերջապես, որովհետեւ երկար ենք պայմանավորվում, չէր ստացվում, բայց այսօր ստացվեց ու շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Մենք էլ Մանե ջան, ու արդեն պատկերացնում եմ, թե ինչ հաճելի զրույց է մեր մոտ լինելու։ Ես էլ երկու դրական մարդ։ Եվ վայրն էլ է, չէ, շատ խորհրդանշական, որովհետև մանկության տարիներն ես մի անգամից հիշում, երբ մտնում էի շենք, մի անգամից հիշեցի այդ տարիները, որ առանձնապես բան չկար երկրում անելու, քաղաքում անելու եւ միակ լուսավոր վայրը հենց Երգի պետական թատրոնն է։ Այո, հիմա էլ է լուսավոր։ Ես երազում էի լինել այս բեմի վրա, հիմա արդեն նստած Կարող է երկել այսօր։ Չէ, դու սուս։ Մանեն, եթե ցանկանա կերկեմ։ Ոչ։ Լուսինեն չի ոչ, թող չի երկի։ Ոնց գուշակեցիր, որ երազում եմ Մանե։ Դու այդ հետո մենք առանձին խոսենք, եթե ունենակ կաստինգ, ման ինձ կանչեք անպայման։ Ինչա դեմ։ Չգիտեմ։ Մանե որ դու լսես դեմ կլինես։ Լավ, այդ հաղորդման վերջում պատմություն հիշեցի։ Դու պատմի, ես ձեզ հյուրասիրեմ մեր գործընկեր Անդակո ընկերության իտալական զուեգ բնական հյութերը, որոնք չեն պարունակում շաքար, առանց համային եւ գունային հավելումների են, որ համն եք ուզում, ասեք ես։ Այ հենց այդ քո ձեռքի համը։ Հա, ես էլ այս համը չեմ փորձել իրականում։ Մեծ սիրով կփորձեմ չեմ։ Քեզ այլևս ոչ ոք չի հարցնում, դա բացում ես դա խմում։ Չէ, կարող ենք այլ հյութ էլ բացել։ Ես կանաչ խնձորը կխմեմ։ Կանաչ խնձոր չկա։ Կա կանաչ խնձոր եւ կիվի։ Չէ, կատակ էի անում, ես մի քիչ հատուկ ասեցի։ Հա, չէ, տարբերություն չկա։ Դու մեր հարաբերություններին դու ավակ քույրն ես։ Այո, ավակ 4.5 տարի մեծ Բայց է։ տեսա՞ր դու քեզ պահում անգամից ինչ ես տենց պահում քեզ։ Մանեի մոտ հարցեր չէր հասկանում, ով է ավակը։ Ճիշտ է, ման։ Ոչ։ Ավակ քրոջպես է պահում Լուսինեն։ Միշտ է տենց եղել։ Չէ, վերջերս ենք փոխվել տեղերով։ Դե պատմություն ես հիշելի։ Քանի որ մեծը դու ես պատմիր, ես Խոսքը մեծին։ այո։ Ջուրը փոքրին, հյութը փոքրին։ Մի քիչ մեծ է, մոռացա ինչ։ Ոչինչ, քաղցր կեր։ Շատ մեծ է։ Քեզ հյուրասիրում նաև մեր գործընկեր Չոկոյանի, այո։ Բայց չէ, հիմա մի կեր, բայ պատմելու ես։ Մի կեր։ Չէ, ես հետո կվերցնեմ Շոկոլադապատ չրել։ Հիշեցի։ Էլ չես ասում, որ միշտ եթե արդեն փորձել ես։ Ես հենց ուտում եմ քաղցրը, մի անգամից հիշում եմ ամեն ինչ։ Ահա, շատ լավ։ Ինչ համեղ է։ Իդեպ Չոկոյանը շատ համեղ շոկոլադներ են, ընտրեք բնականը, ընտրեք հայկականը, այո, հայկական մեր համեղ մրգերից պատրաստված չրերով են եւ բելգիական շոկոլադով։ Երկար խոսում եմ, որ հասցնես ծամես եւ սկսես։ Երևի ես սկսեմ, Իրա ջան, դու միջև ծամես, գնա։ Քանի հիշելա պիտի պատմի։ Osman լռի։ Okay, հանգիստ։ Ի տարբերությունից նի արագ եմ ուտում։ Ուրեմն երկելուց խոսեցինք ու վստահ եմ, որ կասկած ունեմ, որ այս կադրերը կմնան, դրա համար պատմեմ։ Մի անգամ ես Լուսինեն ամուսինս եւ դրսից հյուրեր ունեինք, նստած էինք ռեստորանում։ Լուսինեն հյուրեր ուներ, բայց Շատ կարևոր է այստեղ նշել, որ ինքը հյուրեր չուներ։ Լուսինեն հյուրեր ուներ, որոնց պետք է իսկապես լավ պատիվ տայ, ման տայ եւ եկան օգնության կինո ամուսին։ Այո։ Լավը չգար։ Եվ ռեստորանում երգում էր երգչուհանունը չեմ հիշում։ Զինան, ճիշտ է։ Խոճուճ մազերով սենց շատ սիրուն սենց ջազային վիճակով երգում էր, դաշնակահարը սինտեզատորով նվագում էր
ու ես մնացի, ասեցի, ախ ոնց կուզեի հիմա գնայի ու երգեի։ Լուսինեն գիտեր իհարկե իմ ձայնի ունակությունները։ Ինչա դա անում է, դեմ ուզում հասկանամ, Այդ հյուրերը բոլորը միասին ասեցին, որ դու միշտ անում ես դա հատուկ։ Ես հատուկ չեմ անում, ես հաճույք եմ ստանում։ Ոչ, դու հաճույք չես ստանում, դու հաճույք ես ստանում մյուսների։ Ես հիմա եկա երգեմ, գիտես, եթե մի քիչ եւ շատ վատ իրավիճակում դնել։ Դու անում ես դա հատուկ։ Չէ, վաթորցակ։ Ոնց կարող է մարդ հատուկ, իմանալով որ օրինակ կողքինները գիտեն, որ ինքը տենց շատ լավ չի երգում, գնա բարձրանա բեմ։ Դա հատուկ ավարվում։ Խնդրի երգչուհուն, որ զիջի իր տեղը, Հատուկ երգչուհին։ ես նյարդայնացնելու։ Բոլորը նստած, մանելսի, բոլորը նստած, sense բոլորը նստած հաճելի երեկո են անցկացնում ու ես վեր եմ կենում, որտեղ բոլոր մեր հյուրերը, Լուսինեի հյուրերը, բոլորը ասում են, այո, մենք ուզում ենք կերգես։ Չգիտեին ինչ է ստացվում պարզապես։ Դրա համար երևի թե մտածում էին, թե լավ ինչ եմ ես բռնանում իմ մեծ այո, քույրիկի։ Իսկ ի շահ ինձ էր աշխատում այդ ընթացքը, ես գնում եմ ընտրում եմ իմ ամենասիրելի երգերից մեկը Երևանի գիշեր։ Վայ, լավ, վայ։ Այդ երգը։ Շատ իրոք նյարդայնանում է։ Լուսնի ապսը այդ երգը գիտեն։ Գիտենք, իհարկե գիտենք, Իրինա ջան, արդեն չգիտի մանեն։ Լուսնի ապսեն է գլորվում։ Լավ, մի խոսքով ինձ Այդ սկսում է երգել, երկել, շատ վատ, ահա որ։ Մանե աչքերս փակ, զգալով ամեն հնչյունը, ու երբ որ ավարտում եմ, ամբողջ սրահը ծափահարում է ու Բայց ես շատ այնտեղ չէի, սրահում չէի։ Դու արդեն փախել ես։ Ես արդեն գնացել եմ եւ այդ հյուրերին այլևս մենք չտեսանք Հայաստանում։ Այդ արդեն չափազանցնում է իհարկե։ Ջնջեցին, Բոլորը շատ հիացել էին, այդ այո, կամուրջները եւ այլևս նրանք չեկան Ես վստահ եմ, որ այդ Երևան։ կատարումը իրանք կհիշեն։ Իհարկե կհիշեն։ Ես չեմ Բայց ինչ կասկածում։ առումով։ Վատ, մանե ինչ պատմում է վատ առումով։ Ու անցել է 20 տարի։ Փորձում ես դրական կողմը Վախը գտնել, ամուսնուս եւ Լուսինեի մեջ մնացել է։ Հերիքա ես միտեղ ասեմ, ես հեսա կերքեմ, որ ուզենամ վախեցնել, վարքյանա պետք։ Վարքյան։ Երևանի ասում։ Մի հատ գործիք ունեմ ձեռքումս, որ ուզում եմ վախեցնել, վախենում եմ։ Ափսոս ես տենց գործիք չունեմ, բայց ես կգտնեմ տարիների ընթացքում, ես խոստանում եմ, որ այդ գործիքը կգտնեմ եւ ես էլ քեզ կվախացնեմ։ Բայց ես գիտեմ, որ եթե ունես ցանկություն երգելու, Պետքա եթե մի չերգես, բանի եթե մասին ձայն երազում չունես, ես, եւ ման սլուխ դու լսի էլի, դու ստեղի հետ կապ ունես երգի թատրոնի, ու եթե մի բանի մասին շատ երազում ես, այդ երազանքը մի օր իրականանում է։ Հաստատ։ Չէ։ Ասում եմ հաստատ։ Հա, իհարկե։ Հետո հնարավոր է մշակել ձայնը եւ Չէ, գիտես այսօր հայկական շոու բիզնեսում ինչ է դիրում։ Բոլորը հենց երկում էին, եկան մշակեցին։ Էդ հիշեցիր, հա։ Արթուր Գրիգորյանի երգի դպրոց ստուդիան բացում է իր դռները նոր ուսումնական տարվա ընթരാճ, լեգենդար կոմպոզիտորի կրթական ծրագրով ու ավանդույթներով։ 5 տարեկանից սկսած բոլոր ցանկացողները կարող են դիմել փոփ եւ ժողովրդական վոկալի բաժիններում սովորելու համար։ Համերգներ, փառատոններ, մյուզիքլներ, ներկայացումներ, նկարահանումներ ու ձայնագրություններ։ Բաց մի թողեք այս հնարավորությունը։ Հենց այնպես ուղակի հենց Բայց էլի եղել են նման դեպքեր, որ վախացնելու։ Հա, եղել են։ Եղել են, նույնիսկ Իրինայի սկեսօր մայրիկը ինձ ասեց, Լուսինե ջան, որ խնդրեմ կվերցնես բարձրախոսը ձեռքից։ Ես եթե կա բեմ, բայց ու կա ինչի ես, եթե բարձրախոս, ձեզ դուր չի գալիս, խնդրեմ գնացեք վերցրեք բարձրախոսը, ես ինչ կապում եմ, Ձեր հարցն է, բայց այդ քեզ ասեց, երբ որ ես ավարտեցի կատարումս, ասեց ապրես։ Ես շատ հավանեցի, ազնիվ խոսք, հիմա ինքն էլ է դիտել, չէ, որ չէ։ մի երկի։ Տենց խոսքի մեջ։ Ասեց, զգուշացրեց։ շատ լավն է։ Այդպես։ Դու ինչ խայտարակ իրավիճակ Դե կհիշես։ քանի որ ինձ ու Իրինային ես կանչել եւ մենք միասին ենք, երևի թե բոլոր պատմությունները պետքա ես այս պահին ոչ թե պարտադիր չի հասկանում եմ, բայց անկախ ինձանից հիշում եմ Իրինայի հետ կապված, որ Իրինայի հետ ոչ մի լուրջ միջավայր, լուրջ տեղեր պետք չի գնալ, որովհետեւ դա վերջում ավարտվում է շատ վատ, բայց իսկապես ավարտվում է վատ։ Բայց ով է որովհետեւ երբ որ ես սկսում եմ շատ ուժեղ ծիծաղել ու պետք է այդ ծիծաղը զսպել, ինձ մոտ միանգամից արցունքներն են ի հայտ գալիս։ Եվ մարդիկ մտածում են, որ ես հուզվել եմ եւ լաց եմ լինում։ Եվ նման դեպքեր շատ են եղել։ ԱՄՆ-ն կարող ես պատմել։ ԱՄՆ-ն եմ հիշում, ինչն էր։ Այդ մարաթոնի դրամահավաքի ժամանակ ընթրիկա չէ լինում մեծ։ Եվ բեմին ինչ որ պատմություններ էին պատմում, այդպես
երկար թե ինչի համար է այս դրամահավաքը սկսվել, բա, բայց Իրինա Ինչ է զարել։ Սեղանի նստած էին անծանոթ մարդիկ, Իրինան սկսեց Չէ, Իրինա, դու լուրջ չէիր նստած։ Ես անկապ տեղը չեմ կարող այդպես սկսեմ ծիծաղել, որ վերջում լաց լինել ստրեսից։ Անում էր ինչ-որ մի բան անում եմ, անեմ, միշտ ինչ-որ մի բան գտնում է։ Ասենք օրինակ գնում ենք Պանիխիդայի, մանեջան։ Ես իսկապես հուզվում եմ, երբ որ մտնում եմ այդ տարածք։ Բայց եթե դու մարդուն չես ճանաչում, նայում է ինձ ու շատ ահավոր վիճակի մեջ եմ։ Բայց ես իսկապես հուզվում եմ։ Սեղանի շուրջ ես այնքան եմ լաց եղել, բայց դա պարզապես զսպվածություններ, որպեսզի ես չծիծաղեմ բարձր։ Եվ բոլորը ինձ մոտենում էին, ասում են Լուսինե ջան, մի հուզվի։ Ինչ էմոցիոնալ։ Հա, ես պարզապես որոշեցի, որ պետք է գնալ այդտեղից, արագ, շտապ հեռանալ։ Եվ յուրաքանչյուր տեղ այդպես մտնելով ես ոչինչ չեմ անում, Լույս, դու իրան։ Ես ուղղակի քեզ զսպում եմ։ Ես հենց քեզ զսպում եմ, դու սկսում ես ծիծաղել։ Դրանք շատ տարբեր բաներ են։ Մանկությունից ինչ կհիշեք, գնանք մանկություն։ Մանկությունից ես հիշում եմ, որ Լույս, ես ահավոր գժվում էի իր համար ծնված օրվանից, իսկապես, ու ինքը ինչ աներ, ես մեկը ոնց որ չէի կարողանում շատ բարկանա իր վրա։ Ճիշտ ասում։ Ինչ ասում ես ճիշտ ասում։ Երևի դրա համար է մեր կռիվները, բաները քիչ եղել, ոնց որ շատ քույրերի մոտ ա լինում։ Ու հիշում եմ, որ ես նույնիսկ հանգիստ նստում եմ, երբ որ իմ ծննդյան տարեդարձին, ով դուրը ծեծում էր, Լուսինեն իր փոքր հալով գնում էր կանգնում էր դրան առաջ ու բոլորը գիտեին, ծնողներս նույնիսկ նախորոք զգուշացնում էին, որ երբ որ գալիս եք ունենք փոքրիկ տանը, մեր փոքրը, ով չի թողնի ձեզ մտնեք ներս, եթե իրան նվեր չտաք սկզբից։ Ու Լուսինեն շահում էր, երկու ծննդյան տարեդարձություններ ստացում էր։ Մի հատ իր ծննդյան տարեդարձիներ նվերներ ստանում, մի հատ իմ։ Բայց կարևորը որ Իրինան դրան չէր նայում խանդով։ Չէ, ես ուրախանում էի։ Հանգիստ էր վերաբերվում։ Այդ շատ Եվ այո, ոչ կարևոր է, ոք իրավունք չուներ Չուներ։ Իրինային առանձին նվեր տալու եւ ինձ մոռանալու։ Ես պատմության մեջ ամենաշատը դուր եկա, որ դու այս հասակի եղել ես։ Ու դրան մոտ կանգնած քո այդ Կար իրավիճակը։ ժամանակ, երբ ես շատ բարձրահասակ չէի։ Եղնա, Բայց նաև միշտ հիշում եմ, որ դե Իրինան շատ հանգիստ է իրականում եղել։ Ես ավելի չարաճճին էի, բայց երբ ինչ որ մի խնդիր կար, միշտ մաման երկուսիս էր կանգնացնում, այդպես ճիշտ դաստիարակության նորմերից ելնելով եւ կանգնացնել երկուսիս, ասում էր դե պատմեք, ով է արել, ու Իրինան միշտ առաջին ասում էր ախր մամ, ես սրամ վերջում մի օր լսեցի, որ ասեց դու սուս ես գիտեմ։ Պատմեք ով է։ Ուզում էր որ դու խոստովան էիր։ Բայց ես միշտ լուր էի։ Ինքնա։ Իրինան միշտ ասում էր ախր մամ, ես ոչինչ չարեցի։ Դու սուս ես գիտեմ։ Պատմեք։ Ասեմ մանկությունից է եկե բուլինգը։ Բուլինգը այո, մանկությունից։ Բայց ամենահետաքրքիրը այն է, ազնիվ խոսք։ Ես նույնիսկ այս պատմությունները չեմ հիշում։ Իմ մոտ այնքան թռուցիկ է եղել, այսինքն միևնույնն է դրան այնքան լուրջ այդ պահին էլ չեմ վերաբերել, որ ես նույնիսկ այդ չեմ հիշում, պատկերացրու։ Բայց հետո եկավ ժամանակ, երբ մենք մեծացանք եւ Իրինայի մեջ ինչ որ վատ այդպես բնավորության գծեր առաջացան, այնուամենայնիվ նա այդպես հեշտակը չէր, բանի ժամանակները չէր, որ պատկերացնում եք, այո։ Եվ այս պատմությունը շատ եմ հիշում, սենց որովհետեւ տենց մի տեսակ համ նվաստացուցիչ էր, համ մի տեսակ շատ վատ ցույց տալիս։ այդպես կավեմ եղել։ Ես չեմ հավատում, որ լավ դու էր այդ սովորում պատմությունը դպրոցում եւ անգլերենը շատ լավ գիտեր, այդպես իսկ ես տենց մի քիչ տարապում էի, էլի, փորձում էի հասնել, որ Իրինային հասնեմ, որտեղ ինքը ամենասիրունն էր, ամենալավ էր սովորում, ես դες փորձում էի, բայց ինձ մոտ այդպես էր, որ ստացվում է։ Ու մի օր մաման տանը չէր, papan տանը չէր, ասցի, իրասցի շարադրությունը անգլերեն կարող ենք միասին գրենք։ Հասկացա, որ իր ձեռքը ընկել է այսպես ուժ, որ ինքը կարող է, որովհետև էս էլ պատմեմ, ինչի, որովհետև տանը միշտ եղել է, որ արգելել Իրինան ինչ չէր կարող ոչինչ, չղայնանալ շատ այդպես չէր կարող, որովհետև ծնողները այդպես են միշտ դրված կդրել, որ ինչ չի որ մեծ քույրն ես, հա, մեծ քույրն ես, ուրեմն ամեն ինչ հնարավորություն ունես անելու։ Հիմա հասկացա, որ այդ հնարավորությունը իր ձեռքում հայտնվեց։ Շարադրությունը, ոչ այդ շարադրությունը։ ոնց է հիշում ես միջև։ Լավ, ասած գնա գրի, կբերես միասին կկարդանք։ Ոնց ասում, դե եթե ես պետքա գնամ գրեմ, հետո կգրեմ։ Քեզանից խնդրում եմ, որ միասին գրենք։ Գնացի, տոնջվեցի, սենց զորով շարով այդ շարադրությունը գրեցի, եկա սենց այդ։ Նստի։ Բայց իմ ձայնը տես չէր։ Դե այնտեղ սխալներ կային անգլերենում, իմ կողմից։
չգիտես սա ոնց է գրվում, դու հիմար ոչես, սա ոնց կարելի է մեկը մյուսի հետ։ Մի խոսքով։ Հիմա պիտի ստուգի եւ ճիշտը գրի, ասենց այդ։ Մի հատ գնա հողաթափերս բեր։ Հիմա չգիտեմ, իսկապես գնամ բերեմ, բայց այս քանի մեջով անցել եմ, նա այս երկար ճանապարհը անցել եմ, նվաստացրել եմ, այսինքն այդ անցել։ Ասի լավ, ես էլ կբերեմ։ Հակցրը։ Բայց ես կեսը հորինում եմ ինձ։ Չէ, հորինում։ Ամեն ինչ ամեն տվեցի։ Հա, Վերջում այդ շարադրությունը, բայց ես քանի որ այդ երկար ճանապարհը անցել է, էդ էլ կուր տվեցի, ես ամեն ինչ արեցի, որ այդ ես ասեմ մեծացար, դարձավ քո մեջ եկան այդ վատ բնավորության գծերը Հետո անցան կարևորը։ Հետո անցան։ Ու վերջում պիտի ասես Կարևորը բայց բաց երկու։ Էլի խոսքով այդ մի շարադրության պատմությունը ես անցա շատ երկար ճանապարհ։ Մանեջան, բայց դու նայ։ Ստացար գոնե 5 ստացար։ Դա Մեր արդեն ժամանակին չեմ հիշում, ինձ բայց տանում էր հիշում եմ, որ մյուս օրը տենց հպարտ դեմքով գնացի դպրոց եւ այդ շարադրությունը կար գրված, որովհետեւ ես փորձեցի զսպված Համ դու անել հպարտ, ամենը։ համ ես էի հպարտ։ Տեսնում ես ինչ լավ է, բայց ամենակարևորը, որ այսպիսի դեպքերը շատ չեն հիշելու, այդ արդեն ինձ հանգստացնում է, որովհետև միշտ այս դեպքն է հիշում, այսինքն Մենք ինչ չի որ շատ այնպես է։ հաղորդմանը հյուրն ենք եւ պետք է պարզապես հիշենք այն ամենը, ինչ օրինակ մեզ ինչ ցավեցրել է, ծիծաղեցրել է։ Ես օրինակ Ես ցավեցնել քո եմ հետ կապված տենց բաներ չունեմ։ Ունես ցավ։ Չի Չունեմ, ցաված, Չէ։ չէ։ Հետո Միս Հայաստանից ինչ կհիշեք։ Միս Հայաստանից դե հա Իրինան որ գնաց ես պիտի Հայաստան։ գնա։ Բայց միշտ տենց չի, որ քույրեր կան, մեկը փոքր է, մեկը մեծ է, փոքրը ոնց որ ուզենում է։ Այո։ Իրինան ինչ անում էր, ես պիտի պարտադիր անեմ։ Բայց ես էլ ասա, որ ես էլ էի ուզում։ Ես էլ էի ուզում, երբ որ ես մոդելն էի այդ բանի մեջ էի, ես ամեն ինչ անում էի, որ Լուսինեն 14 տարեկանից մտավ։ Այսինքն մի հատ տեղ բացվեց, միանգամից ինքը մտավ։ Այսինքն ես մենակ դրանից հաճիկ էի ստանում։ Միս Հայաստանի ժամանակ էլ չեմ ասում։ Այդ մեր ամենա էմոցիոնալ, երևի իմ համար ամենաէմոցիոնալ բաներից է, որ ես հիշում եմ, որ սենց սպասում էինք ես։ Որպես հանդիսատես ոնց ենք ոգևորված Մեկ հատկապես էդ Միս մեկ Եվրոպայի Եվրոպա։ ժամանակ։ Իրինան այդ ճանապարհը հարթե որ ես իր հետևից գնամ։ Բայց մեկը վատ էս երկում։ Բայց ես չեմ պարապել, որ պարապեմ։ Մի պարապի։ Ես քեզ կապացուցեմ։ Միս Եվրոպայից ինչ կհիշես, Լուս։ Միս Եվրոպայից երևի թե ամենալավ պահերը կհիշեմ, որ հենց մրցույթի ժամանակ մաման ու Իրան ինձ հետ էին այնտեղ Փարիզում եւ դահլիճում նստած էին։ Եվ երևի թե ամեն անգամ այս հարցի շուրջ խոսելուց կհիշեմ, որ առաջին անգամ հանրայինով այն ուղիղ եթեր էր հեռարձակվում։ Այդպիսի բան չկար էլի ուղիղ եթերը, հենց այդտեղից սկսվեց։ Սովորեցի։ Հա։ Այո, բոլորս հետևում էինք ոնց։ Դա ավելի էր, բայց այդ լավ։ էմոցիաները։ Բայց դա Պատասխանատվությունը ավելի էր մեծ։ մտածում էիր այդ Հա, մասին։ շատ էի մտածում, որ հիմա ինչ էստեղ տեղի է ունենալու, ուղիղ եթերում բոլորը տեսնելու է։ Բայց մրցակցություն, մյուս մասնակիցների հետ, եկեք կուլիսային կյանք գնանք, էլի թարախ բաներ չկան, Ոնց չկային։ Հենց Կոմոդ մենակ կային։ իմ Միս Հայաստանի ժամանակ ուրեմն կոշիկի կաբլուկը կոտրել էին։ լուրջ ես ասում, ում քո Լողազգեստը պահել էին լավագդանք։ քո կոշիկի։ Ես այդպես եմ դուրս Անուն, եկել։ ազգանուն, հայր։ Չէ, չիմացանք ով։ Հա, Բայց ես Իրինայի այդպես եմ դուրս Հայաստանի եկել։ ժամանակ մասնակիցները 36-ն էին, չմոռանանք, թե ավել էին։ Երևի մրցակցությունը ավելի շատ էր։ Իմ Միս Հայաստանի ժամանակ 17 հոգի էինք դեմում։ Ընդամենը։ Չէ, բայց դա Իրինայինը շատ ավելի շատ էին Դրա համար մասնակիցները։ կոտրում էին։ Հա, ուզում եմ ասեմ ավելի շատ էին։ հա։ շատ Բայց ոնց առանց կրունկ բարձրացա։ կրունկը կար, շարժվում էր։ Բայց դու հպարտ քայլեցիր։ Ես ասեմ, որ ես շատ ինքնավստահ մարդ չէի Դուրս այդ եկա։ ժամանակ, չէ, այդ ժամանակ։ Հա։ Այսինքն իմ վստահությունը ինքս իմ ուժերի հանդեպ տարիների ընթացքում ա եկել։ Փորձիս բանով եմ ես այնց շատացրել, կայունացրել, բայց այդ ժամանակ ես վստահ չէի, որ ես հաղթելու եմ, նույնիսկ տան այնքան էի խոսել այդ ամեն ինչի մասին, որ այս մեկը գալիս է ասում է ես եմ դառնալու, այն մյուսը գալիս է ասում է մամ դե լավ, ես երևի 7-ի մեջ մտնեմ լավ է։ Չնայած տեսնում էի, հիշում ես, չէ՞։ Ես տեսնում էի, որ ես կարող եմ, բայց ինձ թվում էր ամեն ինչը շատ ուրիշ ձևերով է արվում։ Ու դրա համար ես տենց շատ վստահ չէի, բայց ես ունեի փորձ մոդելային ասպարեզում, այսինքն քայլ, կպար եւ այլն, շատ մեծ փորձ ունեի ու երևի այդ ամեն ինչը արտաքինի հետ գումարված տալիս է արդյունք։ Հա։
Նույնն է Միս Եվրոպայի ժամանակ, դու էլ մեծ փորձ ունեիր։ Մասում որ մենք նստած էինք, երբ որ Իրինայի անունը կարդացին, ես տենց հպարտություն երեի, թե այդ մանկության դեպ փոքր էի ես, ինչքան է։ Եթե ես 17 էի, 15, չէ, ես ավելի փոքր էի, հա։ Եթե դու 17 էի։ Լավ, եկեք տարիքից չխոսենք։ Հա, ես շատ ավելի փոքր էի։ 14 էի, էլի մոտ։ Հա։ 13-14 նույնիսկ։ Երեխաներից ինչ կհիշեք երեխաներ։ Ես Բազմազավակ 19 մայրեր էի, են։ չէ, լուզ, ես 19 էի, կներես։ Հա, ես է 15։ Հա, ճիշտ էիր հիշում։ Երեխաներից մեր մոտ աղջիկներն են շատ մանեջան, շատ են աղջիկները, այսպես շատ են գալիս են։ Իրինան վերջում էլ է, 3 երեխա ունեցավ, ես էլ վերջում։ Պես չդիմացա, նախանձեցի ու ես էլ Լավ բան էր անում, էլի, նախանձելով։ Լավ է։ Լավ օրինակ է։ Միատել ունեցի։ Այո։ Ինձ 6 համար երեխա, երեխաները շատ 6-ից են։ մենակ մեկն է տղա։ Լավ միակ ակոնե։ անկրկնելի։ Ոնց է դիմանում Գոնե աղջիկներին։ տեսանք տղան ոնց է լինում։ Հա։ Մենք այդ չէինք պատկերացնում, մի տեսակ։ Շատ բաներ կար, որ սովորում էինք Ալեքով։ Մրցակցություն էլի կա աղջիկների մեջ, միևնույն է, որովհետև նույն Համառանց տարիքի իրար են։ չեն կարող, բայց միևնույն է կա։ Նորմալ է, հա։ Այո։ Եվ մենք փորձում ենք երբևիցե չխառնվենք եւ փորձում ենք Ուշադրություն այդպես չդարձնենք։ ասենք դուք ձեր Հերթը հարցերը ձերն է։ եւ չմոտենաք մեզ։ Բայց Ամենակարևորը տարի չմոտենալ։ իհարկե անցնում է այդ ամեն ինչը, մենք այս վերջերս օրինակ Հա։ քաղաքից դուրս էինք գնացել, ընդհանրապես ոչ մի տարաձայնություն, սենց իդեալական իրար հետ ժամանակ են անցկացնում գնալով։ Ինչը չեն կարողացել փոքր ժամանակ։ Ինձ մոտ մի քիչ բարդ շրջան եղավ սեպտեմբերի ժամանակ, երբ որ Մեգիս հետ բաժանվեցինք, Մեգին գնաց արդեն դուրս սովորելու։ Հիմա իմ մեծ աղջիկս արդեն դրսում է ու հեռու մեզանից։ Վեցը չէ։ Մեկին չդիմացա, փախավ։ Չէ, շատ է կարոտում, բայց ինքը իր երեք խոսում էի հեռախոսազանգով, ասում էր ես իմ երազանքների կյանքն եմ ապրում հիմա։ Ո՞ղ, որտեղ է։ Փարիզ։ Դե կապրի։ Դե հա։ Դե հա։ Բարև Մեգի։ Փարիզում ես։ Իր սիրած իր ուզած ամենահամասարանը։ Ինչ ասում։ Marangoni Fashion Luxury Դե հա, Marketing։ բնականաբար։ Ինչ պետք է սովորել։ Իսկ երեխեք հետ ծիծաղալու պատմություններ չկան, իրավիճակներ անհարմար։ Ես հիշում եմ, որ դե Իրինայի աղջիկները շատ ավելի այսպես, քանի որ իրանք միշտ երկուսով են եղել, մեծ չի տարբերությունը, կարողանում էին լավ հախից գալ Արիանայի։ Ու մի օր էս Արիանան շատ ցած նեղված եկա, սկսեց լացել ու պատմել, որ ինձ ասեցին սենց, ես էլ ասեցի լավ, երեք պետքա բացատրել։ Ուրեմն այ ասում Արիանա ջան, երբ որ քեզ ասում են օրինակ, այս բանը չէ, դու էլ ասա, ես էլ իմը չեմ տա, փորձում եմ սենց հասարակ ձևով բացատրել։ Եկե սենց հայց, մամա, ես ասեցի, դուք էլ մեր տուն չեք գա, ասում իրանք ասին մենք կգանք։ Ասեմ, ու ինչ սա, բայց իրանք ոնց կգան, որ ես ասեմ չէ, ասեմ դու էլ ասա չի ասում, ես մեր տունն է, ու ես հասկանում եմ, որ ես։ Ես ինչ ես խոսում։ Քույրը, հարազատ քույրը լինելով, որ երբևիցե կռիվների մեջ չեմ Այսինքն եղել։ կգան, չպետք է։ Այսինքն կգան չէ, դու էլ ասա, ես մեր տունն է։ Հետո հասկացա, որ չէ, երեք պետքա ստեղ ստոպ տալ, որ իրանք կմեծանան, այս ամեն ինչը կանցնի, կգնա։ Ինչ եմ խոսում։ 5 րոպեից իրաց մոտ կանցնի։ Ես է հիշում եմ, այս միջնեկ աղջկաս փոքր էր, 5 տարեկան էր, տեսահոլովակ էինք նկարում, մայրիկ երգեր մի հատ։ Ու տեսա ինքը շատ սենց որ մի բան ասում էր, չէ, ու վերջ։ Եղանակը ցուրտ էր, դեռ ոնց որ տաք շորերով պետքա սենց քայլեր տակից շորիկով թիթիզ բան, ասում էի կոճկի վերարկուտ, որ չսառես ու ջղայնացավ ինձ վրա, որոշեց ինձ կծի վերարկուի վրայից։ Ալյան։ Հա։ Կծեց, տեսահոլովակի կեսը ատամով էր, կեսը մի ատամը չկար դիմացի։ Լուրջ։ Շատ կամդալ։ Եթե չես հիշում, Ես բայց չեմ հիշում, դու պատմի։ Այ շրջագայել աստիր հենց դրա հետ է կապված պատմությունը։ Մի անգամ ես ամուսինս մենք շատ ենք սիրում դայվինգ անել։ Ու առաջին անգամ որոշել ենք այդ վաղուցվա շատ բան եմ ասում, մի 20 քանի տարի առաջվա, որոշել ենք առաջի անգամ այդ դայվինգը փորձենք։ Մեզ ինստրուկտաժ են անում նավի վրա, ասում են ինչ պետք է անենք, բայց ամենակարևորը զգուշացնում են, որ աշխատեք, ոչ մի միմիկա չշարժեք, որտեվ ջուրը կլցվի։ Մենք վերցնում ենք, նաև պատվիրում ենք կամերա, որը մեզ պետքա նկարի։ Այս կամերան հենց մոտենում է ինձ, ես ժպտում եմ այդ բանի տակից։ Ջուրը լցվում է։ Բարձրացնում եմ վերև, հետ եմ գալիս։ Նորից իջնում եմ, չէ, չի ազդում։ Այսինքն տեսախցիկը երբ կա, Որտեղ լինի, ես շփտում եմ։
Էլի Տանջանք էր, այդ ուղղում առաջինը էին, տանջանք էր, միչև ես ինձ ահագին ոնց որ հիշացնում եմ, ասում եմ հանկարծ չժպտաս, հանկարծ, որտեվ ամուսինս է կարող է ին վրա նայի ասի հա լավ ես, ջրի տակ, ես էլի ժպիտով ասեմ լավ եմ։ Վատ է դա։ Ես մի ժպտում եմ։ Դա դծվում է ջուրը կողքից։ Կողքիցալու է։ Էլին շրջագայություններից։ Շրջագայություններից։ Էքստրեմալ բաներ սիրում եք դուք երկուսդ էլ։ Հա, շատ։ Հա, միշտ սիրում ենք եւ սիրում ենք, որ մեզ հետ կա մեկը, ով վախենում է այդ էքստրեմալ բաներից, մենք դրանից ավելի իրար նման ենք։ հաճույք ենք ավելի այսպես ստանում, որպեսզի համոզենք։ Ու մեր երեխեքն էլ են մեր նման։ Հա, ինչ լավ է։ Ստիպված տանենք մեզ հետ տանջելու։ Բայց միևնույն ժամանակ համ մենք ենք հաճույք ստանում, չէ, տենց չի։ Մենք ուղղակի փորձում ենք այդ դիմացինի վախը կոտրել։ Երևի։ Եթերային այդպես ենք ասում։ Չէ, ոնտորապես տենց չի։ Մենք պարզապես հաճույք ենք ստանում, տեսնենք թե ոնց է տանջում այդ մարդը։ կարուսելներ։ Հա, շատ եմ Ուժեղ։ սիրում, ես էլ եմ սիրում, երբ կողքս Քո վախենում։ տոնի հետաքրքիր է։ Առաջի անգամ է։ Չի Որ խափում ես, որ ոչ մի վախենալու բան չկա ու այդ պահին լռում է։ Ես նայել միմիկաներին, թե ինչ է զգում։ Ու ձայնը չի գալիս։ Չի գալիս։ Այդ արագությամբ Այդ փորձում ես ծաղում։ Ում գլխին ինչ է կարել։ Երկու քույր պատմեք, ճիշտը։ Գլխին ինչ են կարել։ Պատմի ես վերջերս ինչ արեցին ձեր տանը երկու քույր։ Ո՞վ։ Ինչ։ Թե չես ուզում պատմես։ Չէ, չեմ հիշում։ Պատշգամբի պատմությունը։ Հա, դե բայց նույնց է իշխանա։ Նա հիմա կողա ծիծաղելու պատմություն ա, բայց դա հեչ ծիծաղելու չի ինձ համար։ Ոնց Փոքրիկից դայակը, այդպես շատ սենց ինքը նուրբ կին է, էլի, կարող է շուտ հուզվել, չի պատկերացնում, որ նման կատակներ հնարավոր է, որ իր հետ անեն տանը, իսկապես եմ ասում։ Մեկ էլ մտնում եմ տուն ու ինձ պատմում է, որ Իրայի Մարիան եւ Արիանան տանն էին, սենյակում էին, ասում եմ մեկ էլ Մարիան ասում վազելով եկավ, ասեց. Անահիտ, շուտ եկեք, ասում ասենց մտա սենյակ, մենք 13-րդ հարկում ենք ապրում։ Ասում մտա սենյակ, ասում ու ինձ ցույց է տալիս, ասում պատշգամբը ու ձեռքերը Ու տակնել աթոռ։ Շատ դաժան կատակ։ Իրոք շատ դաժան։ Ու Արիանան մահճակալի տակ է պահվել։ Ու ես սենց երկար, սենց ես պատկերացնում այդ կինը ինչ հա զգացել։ Ինչա, ոնց պատասխան տա, ասենք չգիտեմ էլի։ Ես էլ եմ բարկացել իհարկե, հիմա սենց Ու ծիծաղում եմ, իրանց բայց մոտ հիմա այս վերջերս այդ կատակների շրջանն է։ Սև հումոր էլի, Հա, սև հումոր է իրանց մոտ, ինչ որ։ Բայց դաժան սև Հա։ Այդ մեկը բայց ամենադաժանն է։ Ատրակցիոն օրինակ, մեկը փորձում է վատանալ, ուշ կգնացած, ձևանալ, մյուսը սկսում է խուճապի մատ։ Հետ էլ ես իմացել։ Հա։ Նայ, դու ծիծաղում ես։ Աշխատողները որ մտածեն Հա, ու բոլորը։ Պատկերացնում ես այդ տեսարանը ուղակի։ շատ կմնա։ Իջնի սենց ձևացնի, որ Քանի տարեկան է։ 11։ Կանցնի երևի։ Դուրս գալիս են իրական։ Ահա որը։ Կամ չեմ հենց այնպես։ Մենք այդ միջավայրում ենք, Մանե ջան։ Մոտավորապես պատկերացրու։ Նրանք ձեզ նման են ու դուք չեք պատմում դուք ինչ եք արել ձեր ընկերների, ձեր դասարանցիների։ Հա, ես պատմեմ, հիշեցի մի պատմություն, հիշեցի։ Ուրեմն իմ ամենամտերիմ ընկերուհիներից մեկը, ով ԱՄՆ-ում է հիմա բնակվում, եւ մյուս ընկերուհիս մենք երեքով գնում ենք նրանցից մեկի ամառանոցը, Գառնի։ Եվ տունը նես չի, որ շատ թարմ էր, մի քիչ սենց ճռացող դռներ կար, բաներ կար, մարդ չկար։ Ու տեսնում ենք, որ շաքարավազ չկա, մենք գնում ենք, խնդրում ենք հարևանից, երկու տղաներ էին, մեզ մի քիչ շաքարավազ են տալի ամանով, ավելի քիչ տային, ավելի լավ կպրծնենք, բայց այդ են տալի, սենց ամանով, ենթադրելով, որ հետո պետք է հետ վերցնեն երևի։ Ամեն ինչ ավարտվում, օրը սենց ավարտին է դեպի գնում, ես պետք է առանձին սենյակում քնեմ, երկու ընկերուներս առանձին սենյակում։ Ու ես նստած մտածում եմ, հիմա ինչ անեմ։ Սենց գնում, պորկեմ, հանգիստ քնեմ, չէ, սենց չի լինի, պետք է մի բան անել։ Ու ինչ եմ անում։ Այս դռների վրա ապակիներ չկար։ Բաներ, կտորեր։ Ոնց որ հին ամառանոց էր։ Կտորեր։ Ուրեմն ես սկսում եմ դուռը կամաց ճռացնել։ Այս երեխեքը սկսում են խոսել բարձր, մանե պատկերացրու, ասում տեսար դուռը շարժվեց։ Ասում եմ գիժ ես։ Ասում եմ դուռը շարժվում է։ Այդքան վախը շատացնելով, երկար այդ դրա վրա աշխատելով, ես որոշում եմ արմունկ ցույց տալ։ Այսինքն արմունկս այսենց երևում է։
Այդ քեզ չէի պատմել։ Չէ, Արմուկ հեսրում արանքից եմ այդ պատոհանի այդ կտորի արանքից իրանցից մեկը տեսնում է։ Ու ուժեղ սկսում է գոռալ, ոնց եմ ես դիմանում, չեմ Ոչ ծիծաղում այդ չծիծաղել։ ամբողջ ընթացքում։ Ու իրանք սկսում են մտածել, կարող է այդ տղաներն են եկել են հետ այդ շաքարավազի հետևից։ Ուրիշ մարդ Հա, չկա։ որտեվ էլ մարդ չկար այդ մոտակայքում։ Տուն էր երկու հատ, միտեղ չէին ապրում, միտեղ էլ ոնց որ եկել էին էլի շաբաթ-կիրակի։ Այդ մտքերի, այդ խոսակցությունները այդ ինձ համար անմոռանալի էմոցիաներ են, որոնք ես միջև հիմա չեմ մոռանում, իրանք էլ չեն մոռանում իդեպ, մենք հիշում ենք Երբ միշտ այդ ասեցիր, որ դու ես երբ որ չդիմացա Առավոտյան ու շատ 7-ներ։ ուժեղ սկսեցի ծիծաղել։ միջև 7-ը մնացել։ Այ տենց ընկերների հանդեպ այդ Սենց ենք կհիշեմ։ ասել։ Հա, մեկ էլ, երբ որ ես հանգստանում եմ, ես սիրում եմ հորողբորս ճամբարում հանգստանալ վրանների մեջ 3 ամիս շարունակ։ Եվ եթե հանկարծ հորողբորս աղջիկը ու ես ոնց որ դե ամեն դեպքում հարազատներն էինք ճամբարի ղեկավարի։ Ու եթե հանկարծ ինչ-որ մի խումբ էր գալիս, որը որ երեկոյան մեզ չէր հրավիրում, մենք բարկանում էինք, ասում էինք հələ տեսնում ես, ոնց մեզ չհրավիրեցին, մենք ամենտեղ պետքա լինեինք։ Մենք Ու ասում էինք, դե ուրեմն հեսա կտեսնեք ինչ կանենք։ Մենք բռնում էինք ժաբան հայերեն, ոնց է։ Ժաբա, մեծ գործ, լավ Մեծ սենց գործ, ասեմ, հա։ մեծ են մի քիչ սենց մաշկը հաստոտ, սենց սառը։ Այդ մեծ գործերից Փչել մենք եք։ դրանց ուտում էինք իդեպ ամեն երեկո։ Էդ էլ ասեմ։ Սկսվեց։ Վերցնում ենք այդ գործը ու պատկերացրու լիքը մարդ վրանի մեջ։ Նստած լույսի տակ, մոմի լույսի տակ կամ չգիտեմ, լամպեր կային։ Այդ դրանց տակ կարտ են խաղում կամ զրուցում։ Այդ ժաբային բաց էինք թողնում։ 2 վայրկյան հետո, ասենք, մեկը շորտով է, ժաբան մտավ կամ կպավ։ Պարտասա։ 2 վայրկյան հետո այդ Շաբան ամբողջ ավելի վրանը վատանում։ գետնին էր հավասարվում։ Այդ տեսարանը, այդ հաճույքը, հաճիկ է ստանում։ Դա հաճույք հիմա էր։ պատկերացրու ինչ հաճույք է ստացել այդ շարադրությունը անգլերենի գրելու դեպքում ինձ Դե բայց մենակ էդ չէ հիշում։ Դե լավ։ Ես հիմա հումորային դեպքեր եմ Հա, պատմում։ բան չասեցի։ Լավ, մի հումորայինի դեպք ես հիշեցի ճիշտ որ ասեմ։ Ընկերուս հետ գնում ենք Վրաստան, Թիֆլիս։ Իրամ ավտոմեքենայով պետք է գնանք, այնտեղ գործարք ունենք անելու։ Գնում ենք, հասկանում եմ, որ իր ավտոմեքենան իր անունով չի ամուսնու, անունով նոր էր մտել, որ չի կարող միջև եթե չլինի այդ թուղթը։ Մի խոսքով թողնում ենք մեքենան Հայաստանում եւ պետք է վարորդ գտնենք, տաքսի, որպեսզի հասնենք Թիֆլիս։ Միջև այդ սա ամբողջ գործակները անում ենք, գտնում է իր ծանոթ բժշկին եւ ասում է արի գնանք, ինքն էլ է գնում, էլի Վրաստան մեզ կտանի, թողնի հյուրանոցում։ Ես նստում եմ ավտոմեքենա, ծանոթանում ենք Ալբերտ անունով մարդ է, տանում է շատ կուլտուրական, այսպես հասցնում եմ ես Թիֆլիս, մենք բարձրանում ենք, գործարքը անում ենք, վերջացնում ենք, բարձրանում ենք երեկոյան հյուրանոցում, պարկած ենք։ Մեկ է զանգում են հյուրանոցից, ասում են, գիտեք, այստեղ մարդիկ են եկել այդ ձեր գործարքի հետ կապված, բայց երեկոյան ժամը 10-ն է։ Մարդիկ են եկել գործարքի հետ կապված, պետքա իջնեք։ Ես արագ հագնում եմ լուրջ։ Ինձ թվում է դա այդ գործարքի շարունակությունն է, մարդիկ եկել են, բա չիջնեք։ Ինքերս ասում եմ, ուր ես իջնում։ Ինչ ես իջնում հիմա ներքև։ Այսինքն գիշերվա ժամը 10-ին ինչի պետք է գային, այդ գործարքը արել ենք, վերջացրել ենք։ Դուք հո ճիշտ է։ Դες ինչի պիտի իջնեմ։ Ասում լավ, հələ սպասի զանգեմ reception, տեսնեմ, այդ ովքեր են եկել։ Հիմա հարցնեմ, էլ։ Նորից զանգում եմ reception, ասում իսկ ով է եկել։ Սենց երկար մանրամասն հարցեն, չէ, ասում, դուք գիշերվա ժամը 10-ին ասում, դուք զանգարում եք սենյակ, չեք ասում, այդ ով էի, չէ։ Բայց հիշեք, մեզ Ալբերտն է բերել, էլ մարդ չգիտի, որ մենք տենց Թիֆլիսում ենք, բացի Ալբերտից եւ մեր հյուրանոցը գիտի Ալբերտը։ Մեկ էլ տղա է վերցնում, ասում է ալո, ասում Ալբերտ, դու ես։ Բայց ընկերուս ամուսինն էր։ Ոյ։ Արի բացատրի, որ տրամվայի ենք սպասում։ Հետո Ես երկար ծիծաղում եմ, մի հասկանա Ալբերտ։ Ասում ես ասեցի Ալբերտ, որտեղ Ալբերտն էր էլի մեզ բերել։ Իսկ այդ խիչ տղան, որ մեքենան տենց էր եղել, որոշել էր, որ պետքա մեզ գա, հետ վերցնի, բերի Երևան։ Ալբերտ դու ես, Ալբերտը ով ալիս կա։ շատ խնդար է։ Վրաստան ճանապարհ ասեցիր, փաստորեն պատմությունները շատ են, մի պատմություն է հիշեցի։ են։ Այո։ Ես ընկերուհիս ու Մեգին գնում ենք Վրաստան։ Ճանապարհին Մեգին հիշում է, որ անձնագիրը մոռացել է։ Մեր վարորդը շատ լավ տղա,
ով հիմա Գերմանիայում է, որոշումա հետ գնա, Սևանում էինք, մոտավորապես Սևանին էինք հասել։ Սևանից հետ գնա, որ մայրս տա մեր Մեգի անձնագիրը ու ինքը հետ բերի։ Բայց որոշումա մայրս վերևից գցել անձնագիրը, որ արագ լինի ամեն ինչը։ Որ արագ լինի, որ տղան չբարձրանա, ու գնում է ծառի վրա անձնագիրը։ Հիմա մեր Դավիթը որոշումա էտել օգնի, որտեվ հասկանում առանց անձնագիր դե չենք գնա, մենք մնացել ենք այնտեղ։ Որոշումա ծառը բարձրանա, որ վերցնի այդ անձնագիրը։ Բայց չի հասնում, ու մայրս ինչ է անում։ Որոշումա կարտոֆիլով օգնել։ Ուզում է կարտոֆիլով խփի, որ անձնագիրը լինի, բայց այդ տղային է խփում, ասում է ես հազիվ եմ, լավ է, ես չնգա։ Ինքը լրիվ սև, սենց սինյակներով տանջված, քերծված, մի կերպ փրկված այդ անձնագիրը բերում հասցնում։ Որոշում արտագաղթել Գերմանիա։ Այլևս չաշխատել Իրինայի մոտ։ Մայրը խփում է կարտոֆիլներով։ Վաղը թերթերի Թոմասյանների մայրը։ Այո։ Կարտոֆիլով ծեծում է վարորդներին։ Շատ լավն է այս պատմությունն է։ Էլի ինչ։ Էլ չեմ հիշում։ Եթերներից Իմ մոտ վերջ։ Եթերներից բան չկա, ուղիղ եթերներից։ Եղել է, գիտես ում հետ, Ավոյի հետ Խալատյան, երբ մենք Armenia TV-ում էինք Բարի լույսը վարում, որովհետև Ավոյի հումորը իսկապես շատ ուժեղ է եւ ամեն անգամ երբ ինքը ինձ սկսում էր ծիծաղեցնել եւ ինքը դա հատուկ էր անում, ես էլի հուզվում էի ուղիղ եթերում, բայց կարողանում էի զսպել, որպեսզի բարձր չծիծաղեի։ Կամ իր մոտ էր լինում, հենց այդպես լավ քնած չէր լինում, գալիս էր առավոտյան, սենց էր անում։ Նայ, ես գնում եմ iCloud։ Ու ես այդ նշանակում է ես մենակ եմ։ Ամբողջը իմ վրա Լավ արտահայտություն է, գնում եմ iCloud։ Գնա, մնա այստեղ իմ հետ։ Ահա, տանջվեցինք։ Ես մի հատ ամեն բառից բանա հիշվում եք, էլ այդ տանջվել բառ որ ասեց, հիշեցի, որ Իսլանդիայում ես ու ամուսինս որոշում ենք վերցնենք մի հատ տուր, որը նավով տանում է, որ դու կետ տեսնես։ Ու շատ ցուրտ է Իսլանդիայում։ Մայիսի վերջին մենք 3 ոնց որ շերտով հակուստ էինք հակնում տերմոբան, տենց բավականին ցուրտ էր։ Նավի վրա առավել եւս, սենց ձնախառն անձրև էր գալիս, քամի ուժեղ։ Բայց դե որ գնում ես այնտեղ, դու գնում ես հենց դրա հետևից։ Ամեն ինչ գիտես։ Հա, ամեն ինչ գիտես ինչա քեզ սպասում, էտա ոնց որ էդ ես ուզում տեսնես։ Վերցնում ենք այդ տուրը, նստում ենք, որ պետքա կետ տեսնենք, ուղիղ 3 ժամ ու բոլորը նավի դրսի հատվածում են, որ այդ կետին բաց չթողնեն, որտեվ 3 ժամ դու սարցակալում ես ու հետևում ես այն մարդուն, որ քշում է թե կողքի նստածն էր ու նայում է բինոկլով, որ պետքա ասի, երբ լինենք ուշադիր։ Մենք երազում ենք այդ կետին տեսնել, ոնց որ սենց մուլտիկի հեքիաթի մեջի կետին ես ուզում տեսնես, էլի մեծ, որտեվ տենց է գովազդը ամենտեղ։ Սարեցինք, փայտացանք, իսկապես սարեցինք, մեկ էլ այդ մարդը դե հասկացա, որ տենց է կետ չի լինի, սենց այց հենա, տեսանք կետին, տեսանք ու բոլորը, բան չկար։ Կետ չկար։ Վերջում ուղղակի տենց ասեց, որ ոնց որ բողոք չլինի երևի։ Հանգստանա։ Հա, ու բոլորը նայում էին ուշադիր, սենց էին անում, հա, տեսանք։ Ինձ թվում էր քիժ են մարդիկ։ Կետ չկար։ Նայ, ես է կարողա 3 ժամ ցրտից մրցելուց հետո ասեի, հա, տեսա, հետ գնացինք։ Հալյուցինացիաներ են եղել։ Ես էս վերջերս ճանապարհորդության ժամանակ շատ հետաքրքիր բանի ականատես եղա։ Ես չխայնացել էի, բայց հետո ծիծաղում էի այդ ամբողջ դրության վրա։ Մեր տեղերը ABC, A-ներ եւ C-ներ։ Մեր մեջտեղի չէինք վերցրել, որպեսզի Այդ էլ լավ լայֆ հակի դա։ Հա, այդ շատ լավ լայֆ հակ է։ Բայց ինքնաթիռը իսկապես շատ էր։ Մի աղջիկ եկավ, Վիետնամ էինք թռնում, երկար, այսինքն թռիչք էր, մոտավորապես մի 8 ժամ պետք է թռնեին։ Այդ աղջիկը որ եկավ, ամուսինս ասեց, եկեք դուք ծերից նստեք, ես էստեղ նստեմ։ Ասեց, չէ, ես պատուհանի մոտ եմ ուզում նստեմ։ Ասեց, նայեցի վրան, ասեցի, չէ, դու պատուհանի մոտ չես կարող նստել, քեզ տալիս ենք ավելի լավ տեղ է, էլի, ինձ չի ավելի լավն է, քան մեջտեղին։ Ասեցի, պատուհանի մոտ չես կարող նստել, ես եմ նստում։ Բայց պտտվեցի, ասենց հայց ուրեմն ես մեջտեղն եմ նստում։ Հայ աղջիկ է։ Չէ։ Իհարկե, չէր կարող հայ։ Եկավ մեջտեղ են նստեց, նո հիմա ոչ այնա ես վեր կենամ արդեն ասել եմ, որ ես իմ տեղը չեմ զիջել։ Ասեց եկավ նստեց, ասի, արդ հիմա ինքս տեղա նստել, ասեց այս դե հա, փաստորեն։ Ասեց ոչինչ։ Դու հանգիստ նստի, մենք կգնանք 7 ժամա ոչինչ։
Ասի արտարի խոսենք իրար հետ, չէ, ոնց որ հա խոսենք, որ ինքը հասկանա, որ ինքը շատ վատ բան ա արել, սխալ բան ա արել, ու ես իսկապես շատ էի սենց բորբոքվել, որ լավ չի կարելի սենց վերաբերմունք էլի ցուցաբեր։ Ու ես ամբողջ ժամանակ Արտուր, սենց փորձում եմ խոսել, ինքը ոչ մի նեղություն չի քաշում։ Իսկապես եմ ասում, ինքը շատ նորմալ, նայում ա ֆիլմ, հաց ա ուտում, բանան։ Զգացի, որ ոչ մի ձև չեմ կարող նեղություն տամ, ասի լավ Արտուր, ասի ես քնում եմ։ Գլուխոստենեմ իրար քնել։ Սենց պատտվեցի քնեցի, եկես արթնանում եմ, գիտես ինչից, որ իրար հետ շատ ջերմ խոսում եմ։ Ինչ օհո, որը։ Սենց գլուխս վախենալով պատտվեցի, նայում եմ, հա, բասին դու որտեղից ես, դու ինչ աշխատանքի բանով ես գնում։ Արդեն ասում, դու իր հետ խոսում ես։ Արի պատուհանի մոտ։ Վերջում ես ինձ մոտ ինքնատերից դուրս եկած, ես լուրջ նեղացել էի Արտուր։ Ասին խոսք նեղացել եմ, սենց ասի հիմա կարող տեսնել ասես, շատ հաճելի է։ Սենց արեց, ասել եմ։ Որտեղ շատ գալանում է, մի տեսակ ուրիշ լուրջ ասի, ես էլ այլևս ոչինչ չունեմ ավելացնելու, ուրեմն ես 7 ժամ մեր մեջտեղը մեջ Չէ, Արտուրին չգիտեի, որ ինքը միշտ սիրում է Բայց ես խոսել։ մտածում եմ, որ ինքը կպահի իրան, կզսպի։ Ոչ թե ես կքնեմ, ինքը շատ բարեհամբույր Ղավարիկել այլ կերպ եմ մտածում են լավ անհարմար դրության մեջ է երևի աղջիկը։ Հասկացար, չէ՞, ստացվեց խոզը ես էի։ Ես իսկապես խոզը ես էի, չխոսողը ես էի, տենց բադ դեմքի արտադրությունները։ Իսկ ես եւս մի պատմություն հիշեցի։ Ճամփորդություն։ Ուրեմն վերջի ես մեր ձմեռային ճամփորդության ժամանակ Բալիում ձմռանը Բալիում շատ են լինում անձրևներ, մենք դա էլ գիտեինք ու դա էլ էր մեզ դուր գալիս ու շատ էինք սիրում ամենաուժեղ անձրևի ժամանակ մտնել օվկիանոս։ Մի մաս հյուրանոցի ոնց որ ափը առանձնացված էր, սենց մի տեսակ բուխտայոտ էր սարքած, բայց միևնույն է, այդ ալիքները կային, այդ անձրևի ժամանակ ուրիշ էֆեկտ էր, բայց բոլորը այդ ուժեղ անձրևի ժամանակ թաքնվում էին, հետո դուրս էին գալիս, տենց էր։ Չկային, մեկ էլ դուրս էին գալիս, արևա շատ արագ էր տատանումները։ Մենք չենք գնում էլ ներս, մենք հենց անձրևը գալիս էր, միանգամից վազում էինք դեպի օվկիանոս։ Ու միանգամից մեր հագուստը սենց հանեցինք, դաշզիվիկի մեջ կապեցինք, որ տենց շատ չթրջվի, ու վազեցինք դեպի օվկիանոս, մի հոգի լողանում էր օվկիանոսում, մի հոգի, շատ ահռելի մեծ հյուրանոց էր։ Ես ամուսինս սենց մի քիչ առաջ էր գնում, ես հետևից եմ լողանում, ասում եմ Այ մարդ, տեսնես այս մարդը չի հասկանում, որ պետքա դուրս գա մերը դառնա այս օվկիանոսը, ամբողջ օվկիանոսը մերը դառնա։ Ու սենց բաներ եմ խոսում։ Մեկ էլ այս մարդը Տեսնում են աղջիկն է։ լողանալով գալիս է, խանգարում։ սենց դեպի մեզ ասում է, որ ասում եմ չի ֆայմում, ասում է ֆայմում է։ Գնում է։ Հայեր։ Ու Բալիում մենք չէինք տեսնում հայ։ Ընդհանրապես չկար հայ, ախր ոնց էր այդ մի հոգին հայտնվել այդ հյուրանոցի այդ ծովում։ Ու դրանից հետո այրենը։ ու ինքը չգնաց, բայց ի դեպ էլ ասեմ։ Իա, ասեց կգնա։ Ասեց, բայց չգնաց, դուրս եկավ նույնիսկ հերու ծանոթ ամուսնու սենց չիրիզով բանով։ Մենք երկար ծիծաղում էինք, դա հիստերիկ ծիծաղ էր, ամոթի ծիծաղ էր իհարկե։ Հա, տենց։ Ու դրանից հետո հիստերիկ ծիծաղ սկսում ամոթից, որ դու երգում ես։ Դե մի հատ քո նոտայով անցնենք առաջ։ իմ նոտայով Չէ, ոչ։ Անցանք առաջ։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը։ Արարատ բանկը մի շարք նոր առաջարկներ ունի, որոնցից մեկը կհետաքրքրի սպառողական վարկ ունեցող անձանց։ Արարատ բանկը տրամադրում է մինչև 5 միլիոն դրամ սահմանաչափով սպառողական վարկ այլ ֆինանսական կազմակերպություններում գործող սպառողական վարկերի և վարկային գծերի միավորման և տեղափոխման նպատակով։ Կարող եք նաև ստանալ 1 միլիոն դրամի չափով հավելյալ ֆինանսավորում։ Իմացեք ավելին զանգահարելով 010 59 23 23 հեռախոսահամարով կամ գրելով հաղորդագրություններ Արարատ բանկի ինստագրամյան կամ ֆեյսբուքյան էջերին։ Հղումը կարող եք գտնել հենց այնպես հաղորդման նկարագրությունը։ Որն է ձեր ամենասիրելի երգը։
Բոլոր ժամանակներ։ Բոլոր ժամանակների Madonna-ի Like a Prayer։ Մեր սիրո արշունը էլ երկեք չի կրկնվի Եվ անցյալն ամեն անգամ մարշնան հետ կայցելի ու բաղուանիդ լուր կայցելի Վայ։ Նա հասկացավ։ Հա, հետո Սյունուսն արդեն պատաշվել է այսօր։ Սիրելի ֆիլմ։ Жизнь прекрасна պիանիստ, Սիրելի սերիալ։ Վիկինգ։ Դա խելագարվելու սերիալ է իմ համար։ Զարմանալի կհնչի Աննա սիրիալը, որտեղ իմ աղջիկը 8 տարեկան էր ու 2 տարի խաղաց։ Սիրելի հայ երգչուհի։ Երեխեքս Իվետա, Սոնա Ռուբինյան, Սոնա Ռուբենյան, Իսկ սիրելի հայ երգիչ։ Հայկո։ Արսեն Սաֆարյան։ Ինչ եք վերջինը փնտրել Google-ում։ Նայեք ու ճիշտն ասեք։ Ճիշտը պիտի ասեն։ Այո։ Google-ում։ Կամ ChatGPT-ին ինչ եք հարցրել։ Վոլեյբոլի խմբակ եմ փնտրել հենց 3։ Մի րոպե։ Քեզ համար։ Ես Չէ, շիրակացի, աղջիկաս։ իմ մոտ շիրակացի ա կներեք։ Շիրակացի ճեմարանի։ Հա, այս պետքա նայենք, տենց ասենք։ Գնահատականները, այո։ Գոհես։ Միշտ գոհ եմ լինում։ Ամիսը մեկ եմ բացում եւ երևի թե 3 այդ օրներ։ Իսկ YouTube-ում ինչ եք վերջինը փնտրել։ Ես օրինակ նայում եի երգ մի հատ իմ սիրելի երգիչներից մեկի, բայց չեմ ասի անունը, թե չէ, Չէ, մի ասա։ չէ, Չէ, լռի։ Լուսինեն չի սիրում այդ Լուր։ երգչին, ես սիրում եմ։ Հա, դու Երգ էի փնտրում։ Երգ էր փնտրում։ Հայ։ Չէ։ Չէ։ Մի խորացի։ Չէ, ջարդ Մերնեմ չի բանավոց ասել։ Չէ, պետք չէ։ Ռուս։ Ռուս։ Ռուս երգիչ, բայց Երկորովի։ ես սիրում եմ, չէ, նոր երգիչ է։ Իրամ, լավ։ Նոր Ասեցի, երգիչ չես ասում եմ, բայց ասեցի, ինչ չէ։ կա տեղ ինքը շատ լավ Հա, երգիչ է, օքեյ, դա մանեկը սա։ ցույց տամ քեզ։ Հա, Հաղորդման հետո վերջում ցույց կցույց տամ տա, կտեսնես։ Okay։ Դու եկը լսես իրան։ Լավ։ Որ ցույց տամ։ Սիրես հաստատ։ Ես պիլատես եմ մանեկել, որ ամեն առավոտ բացում եմ Հա, նայելով ես անում։ Հա, նայելով եմ անում։ Ուզում եմ բոլոր գաղտնիքները իմանամ։ Հա, հենց այդ։ Կարող եմ ուղարկել իր էջը, որովհետև իսկապես շատ լավ։ Երկ ոնց եք լսում երաժշտություն։ Զարմանալի մի բան ասեմ, ես ոչ մի երգ չունեմ իմ հեռախոսի մեջ։ Ես այդ պահին բացում եմ YouTube-ը եւ դնում եմ ականջակալով լսում եմ։ Քաշած երգեր Ես չունեմ։ Spotify-ով եմ լսում։ Վերջինը որ երգն ես ավելացրել Spotify-ում։ Soul to Soul։ Let Babylon Burn։ Որ էմոջին եք ամենաշատը օգտագործում։ Ես այն որ արցունքներով ծիծաղում եմ, կամ լացում եմ, կամ իմ համար դա ծիծաղն է, Ծիծաղի։ շատ ուժեղ ծիծաղն Ու է։ հենց քո Հա, ծիծաղը։ ու հենց իմ ծիծաղն է, դրա համար ես յուրաքանչյուր բանին օգտագործում եմ դա։ Եթե օգտագործում ես, ուրեմն իսկապես արցունքները Այո։ գնում են։ Եթե արևածաղիկը այդ նշանը, արևածաղիկը չէ, արևիկը։ Եթե դա էմոջի է, ուրեմն դա եւ մի հատ էլ էմոջի կա, որ թաթիկները sense բացած է։ Հա։ Ոնց որ ինքը համ ժպիտ է, Փաթաթվի։ համ փաթաթվում է, հա, sense։ Հա, ամեն ինչ։ Այդա։ Շատ պայծառ լուսավոր է, չէ՞։ Հա։ Արև։ Եվ վերջին հարցը, ով է եղել ձեր առաջին celebrity crush-ը։ Հայտնի։ Ես չեմ ունեցել celebrity crush երբեք, Երբեք։ երբեք։ Իրայմոտ չեմ։ կար Backstreet բայց այդ ուրիշ էր, ուղղակի ամսագիր էինք առնում, sense ինչ որ Հա, էդ է, օգուտակները էդ է, մենք, հա։ հա։ Էդա։ Բայց որ ասեմ crush Ինձ չէ։ մոտ չէ, էդ Տոմ կա։ Կրուզը կարելի է մի քիչ sense ոնց որ ավելի դրան տանել, երևի Տոմ Կրուզը։ Լավ, անցնում ենք առաջ ու խաղում ենք թե-թե։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Glovo-ն, եւ եթե այսօր տրամադրված չեք պատրաստել, ապա հենց հիմա ներբեռնեք Glovo եւ պատվիրեք քաղաքի լավագույն ռեստորաններից համեղ ուտեստներ ու վայելեք րոպեներ անց։ Իսկ եթե օգտագործեք հենց այնպես պրոմոկոդը, առաջին պատվերի ժամանակ կստանաք 1000 դրամ զեղչ։ Glovo, քաղաքը ձեր տրամադրության տակ է։ Ներբեռնիր Glovo, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Ենթադրենք նրանց դու չես ճանաչում, Հա։ ու պետք է ընտրես նրանցից մեկին Miss դժվար է։ Հայաստան։ Հա, օքեյ։ Ռոզի Ավետիսովա թե Անի Խաչիկյան։ Անի Խաչիկյան։ Անի Խաչիկյան թե Ինա Խոջամիրյան։ Անի Խաչիկյան։ Անի Խաչիկյան թե Դիանա Մալենկո։ Մալենկո։ Մալենկո թե Բրյունետ։ Մալենկո։ Մալենկո թե Լիլիթ Հովանեսյան։ Մալենկո Լիլիթը բոյով էր, չէ՞ ավելի ոնց որ։
Հա, Լիլիթ Հովանեսյան։ Լիլիթ Հովանեսյան թե Արփի Գաբրիելյան։ Լիլիթ Հովանեսյան։ Լիլիթ Հովանեսյան թե Անի Երանյան։ Չէ, Լիլիթ Հովանեսյան։ Լիլիթ Հովանեսյան թե Իվետա Մկոչյան։ Չես ճանաչում իրենց։ Չէ, ճանաչելու հարցը չի։ Ես հիմա բոյ բան ճիշտ էլ հաշվարկում ասենց։ Հա, հաշվարկերի մեջ եմ։ Երևի Լիլիթ Հովանեսյան։ Լիլիթ Հովանեսյան թե Լուիզա Ներսիսյան։ Լիլիթ Հովանեսյան։ Եվ վերջին հարցը Լիլիթ Հովանեսյան թե Նազենի Հովանեսյան։ Լիլիթ Հովանեսյան։ Լիլիթ Հովանեսյանը հաղթեց։ Միս Հայաստան ըստ Լուսինե Թոմասյանի։ Իրինա։ Միջոցառում ես կազմակերպում ու կարող ես հրավիրել նրանցից միայն մեկին։ Շակե Հմայակյան թե Շաղիկ։ Շաղիկ։ Շաղիկ թե Անի Լուպե։ Շաղիկ։ Շաղիկ թե Քնարիկ Զաքարյան։ Շաղիկ։ Շաղիկ թե Արաքսիա Մելիքյան։ Արաքսիա, որտեվ ինքը շատ ուրիշ ձևի է անդրադառնում յուրաքանչյուր գործընկերոջը։ Արաքսիա թե Մերի Ներսիսյան։ Արաքսիա։ Արաքսիա թե Սաթենիկ Հազարյան։ Արաքսիա։ Արաքսիա թե Նելի Պողոսյան։ Նելի իհարկե։ Նելի հետ են, չէ՞, կազմակերպում հիմնականը։ Առանց Նելի չի լինի։ Հիմա Նելին կհաղթի միջև վերջ։ Հա, վերջին հարցը, Նելի թե Աստղիկ Ալավերդյան։ Իհարկե Նելի։ Նելի։ Նելին հաղթեց միջև վերջ։ Անցնում ենք առաջ եւ խաղում ենք գուշակիր ով եմ։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է Step by Step Group-ը, որը միավորում է մի շարք շինարարական նախագծեր։ Նրանց նախագծերից են Շուշի Palace-ը եւ Step Construction-ը։ Ընկերության նպատակն է հաճախորդին հանձնել պատրաստ, մտածված եւ բարձրորակ վերջնական արդյունք առանց ավելորդ հոգսերի։ Իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաև բնակելի հասարակական եւ արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Որակավորված ճարտարապետներն ու դիզայներներն ապահովում են ինժեներական հուսալիություն, ինչպես նաև յուրօրինակ ներքին, արտաքին եւ լանդշաֆտային դիզայն։ Ընկերության նպատակն է հաճախորդին հանձնել վերջնական մտածված որակյալ արդյունք, քայլ առ քայլ դեպի հուսալիություն, step by step։ Հանրայինը Այո։ 40-ից բարձր է։ Ըստ քեզ։ Հա։ Հա, Հա, բարձր է։ Թիթիզա։ Հա։ Ոճը սպորտային է։ Ոչ։ Հեռուստատեսության հետ կապ ունի։ Այո։ Իսկ երկարվեստի։ Ոչ։ Հանրայինի հետ կապ ունի։ Պատասխանի, հարցը։ Ոչ։ Յո։ Ոչ։ Արդեն է տակրտիրա։ Անայինի հետ ես ու դու էլ կապ չունենք ոնց ասել։ Այ։ Դուրս եկավ։ Բարձրահասակ է։ Ինչ ես հասկանում բարձրահասակ ասելով։ Բարձր։ Հա։ Սիրում է Լուսինի համար ոչ ոք բարձր։ բարձրակրունկներ սիրում է հագնել։ Հա։ Իսկ սիրում է սպորտային վերխը հագնել բարձրակրունկի հետ։ Ո՞վ Լուսինե Թովմասյանն է։ Չամաչեցի։ Գուշակել եմ։ Չէ, բայց 10 հարց հնչել է, քեզ մեկ հնարավորություն ենք տալիս անուն հնչեցնելու։ Սիրելիս, ես չէ։ Ես կարծում եմ, եթե մտածում է իր հանրայինի հետ կապ ունի թե չունի, կարող է ինքը կարող է Նազենին է։ Ոչ։ Ոչ, նայր։ Նայ, կարող ես հանել եւ նայել։ Դուս դու իրան փոջելու ես այսօր։ Ոչ, Բայց հանրայինում է ժամանակը։ բայց հանրայինում է։ Այո։ Տղա է։ Այո։ Հաղորդավար է։ Այո։ Իմ հետ վարել է։ Այո։ Մո։ Իր բոյով է։ Այո։ Եթե քո հետ վարել է, պարզավոր է։ Չոսում։ Իսկ ֆիլմում խաղացել է։ Այո։ Իմ հետ։ Չէ։ Հա, Ռուբենն է։ Ոչ։ Ռուբոնո։ Ահա, չէ, լավ, ուրեմն չգիտեր, լավ էր, ճիշտ է, այսպես ապացուցվեց։ Չէ, Ռուբենը չի։ Ոչ, եւ 3 հարց ունես։ Ոչ։ Ո՞վ է բոյով։ Ախր քո համար ու մեր համար շատ տարբեր է բոյով։ Ես իր հետ վարել եմ, ասեցիր։ Այո։ Այո։ Արդեն
հեշտ է։ Յա, ո՞й ինչ հաշակում ես դա, Երեք բոյով հատ։ տղա, ես գիտեմ Խորիկին, Ռուբենին, Մեզ համար է բոյով։ անկապես ասել որ բոյով է։ Իմ համար ինքը շատ բոյով։ Իմ համար բոյով է։ Ոնց որ իմ պատկերացմամբ քո բոյի է։ Իմ պատկերացմամբ կարողա չեմ չափել։ Դա կոլոտա։ Հա կոլոտ է Դա ուրեմն։ կոլոտա, դա Շատ կոլոտ տղամարդ է։ Եթե քո Քիժո։ Մի հատ էլա գուշակում ու վերջ, չէ։ երկու հարց մնաց։ Որտեվ 3 անում Հանրայնում, հա։ Ոչ։ Դերասան, ասես դերասանա, չէ։ Ավոնա խալացի։ Այո, Բոյով ես ծիծոտա։ շատ Ես չի սպասում որ դու պատժես։ քիչ հետո Լուսինեն կպատժի Իրինային, բեր հողա թափել։ Բեր։ Բայց մինչ այդ եւս մեկ խաղ ունենք, ես ձեզ տալիս եմ ձեր լուսանկարները։ Եվ խաղում ենք ով է ավելի։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա։ Step by step group։ Ով է ավելի համբերատար։ Համբերատար։ Ես էլ պետքա ասեմ։ Հա, երկուսդ միաժամանակ բարձրացնում եք, էլի։ Ով է ավելի շատ ժամանակ անցկացնում սոցիալական հարթակներում։ Հա, ճիշտ է։ Միանշանակ ակնհայտ է։ Ով է ավելի երկար քնում։ Ոչ, ես միանշանակ է։ Ով է ավելի շատ հրահրում վեճեր։ Հա, լավ, ես։ Ո՞հես։ Իսկ ով է առաջինը զիջում։ Նայ, այդտեղ ես մի քիչ ես վերջես համաձայն չեմ։ Լավ կոնքս լավ օր։ Ով է ավելի մոռացկոտ։ Հա։ Դու էլի ես չէ։ Ով է ավելի ուշացող։ Յա։ Հա։ Միանշանակ։ Միանշանակ դա միֆ չի, դա Լավ։ հստակ ասում եմ այդպես է։ Ափսոս հիմա չէին կարող Ափսոս։ դիմեինք մեր աշխատակիցը, որ այստեղ է մեր գայանին։ Հարցրու, ինչու չեն Գա, կարող։ ես ուշացող Երբ է եմ։ Իրանա ուշաց է կյանքում, թե ես։ Չէ, բայց մի հատ ճիշտ է ասա։ Ոչ մի։ Ոչ եք ուշացող չի։ Ոչ մեկ, տեսնես, դրա համար տարբեր էր։ Չեք ուշանում, երկուսը Երբևիցե, իրականում այսօր երկուսը երբևիցե։ պունկտուալ եկել են ճիշտ ժամանակին։ Ով է ավելի շատ բողոքում ամեն ինչից։ Հո։ Հիմնականում Իրինայի երկել։ Ով է ավելի շատ երգում տանը։ Եվ ամենուր։ Ես չեմ երգում, ման։ Ով է ավելի շատ սիրում շոփինգ։ Ով է ավելի շատ հարցնում մյուսի կարծիքը։ Ինքը ինձնից ես իրանից։ Հա։ Ով է ավելի շատ սիրում ուշադրության կենտրոնում լինել։ Երևի սենց, ինձ թվում է։ Հիմա ես այդ բարձացնեմ, ինչ այդ ամոթ չի, բա։ Ահա։ Իսկ ով է ավելի շատ սիրում լուսանկարվել։ Երկուսդ է։ Երկուսս է։ Ով է ավելի խանդոտ քույր։ Վայ, մի րոպե։ Հալա մի րոպե։ Հա։ Երևի։ Ահա, որով, Հա, հիմն է ինքը։ Չկա պատմություն դրա հետ խոնդոտ կապված։ չկա։ Պատմություն չկա։ Պատմությունը, որ Խանդի հետ խանդում, կապված։ ինքը միշտ խանդում է բոլորին։ Դավիթը ոչ մի աղջիկ ընկերի դաժտ ունի։ Իրավունք չունի։ Ով է Հա, ես շատ խանդոտ եմ։ Հա։ Ով է ավելի հաճախ կրել մյուսի հագուստը։ Չէ, մանկության տարբերակ։ տարիներին։ Գիտես, տատանվել է։ Երբ արդեն նույն սայզն Մանկության, հա, դե որտեվ փոքրներ։ Չէ, երբ արդեն նույն սայզն էի։ Նույն սայզն էինք, հետո հավասարվեց։ Հա։ Որտեվ, հա, ես էլ էի ուզում քոնել այդ ժամանակ, որտեվ Լուսինեն ամբողջ օրը գնում էր արտասահման, աշխատում էր, գալիս էր, ինքը շատ սիրուն ինչ-որ sense շատ բաներ ուներ։ Ու բնականաբար փոխվում էինք, ու մենք փոխվում էինք, դեպ ասեմ։ Հա, թույ։ Ով է ավելի կազմակերպված։ Դուք ես համարում ես կազմակերպված։ Բայց օրինակ տան դասավորության առումով Լուսինեն իմ համար top 1-ն է։ Բայց ընդհանուր առմամբ ես ինձ կբարձրացնեի։ Ես գոհ եմ քեզանից։ Եվ վերջին հարցը, ով է ավելի էմոցիոնալ։ Խնդրեմ։ Դու ես։ Համարը համակապ, գրեթե համակապ Բոլոր չէ առումներով։ պատասխանները։ Այո, շատ լավ է, իսկ հիմա պատժում է քույրը քրոջը։
Ցանկի Արտուրին բերքի։ Քո ամուսնու։ Հա։ Ցանկ եմ։ Ասма արձանգել եմ քո համար մի հատ երգեմ, կարամ երգեմ։ Միկրոֆոն ճորտու։ Բայ։ Ինչ կա։ Ասել լավ եմ, չէ, երբ կարամ մասնակցեմ մի հատ նախագծի, որտեղ պետք է Մի հատ երգեմ։ ասա արտուզ եմ քո համար երգեմ, որ դու լսես էլ։ Էլի երգեց վերջը։ Ինչի երգեց։ Ուղղակի Արտուրը այն մարդկանցից է, որ ինքը արվեստ շատ է սիրում։ Ես վստահ եմ ինքը ինձ հասկանալու է։ Դու ուզում ես իր ռեակցիան տեսնես, իհարկե։ Իսկ դու տանը կտեսնեմ իր ռեակցիան։ Մենք այսօր հանդիպելու ենք կակրաս։ Հա։ Երեկոյան։ Ճիշտ է։ Դու լավ զբաղված։ Երոլիկ, Խառն ես Արդ ջան։ ասա չաղատում։ Կներես էլի ուղղակի մի հատ նախագծի եմ ուզում մասնակցեմ, ուզում եմ ոնց որ հասկանամ, լավ եմ երգում, կարող եմ երգեմ մի հատ լսես։ Ազիզ կանանք մի քիչ ուսում։ Բայց կարող եմ 2 վայրկյան երգեմ մի հատ։ Դավայ։ Մերսի օրդ ես գիտեի որ դու ինձ կհասկանաս, զատը դու պիտի հասկանայիր։ Հոր Դավիթին չէի զանգել։ Երևանի գիշերներում լուսնի ափսեն է գլորվում։ Նա Լավ է։ Երոլիկ, դու սուխը տեղն է, ցավը տանը, դու պրոբլեմ չունես։ Ահ օպրես Արդ։ Բայց իրար հետ նա պարապենք է թե։ Հա։ Հենց այսօր հանդիպում ենք, չէ՞ Իրիկունը կարծեմ։ Այո, այսօր կերքենք իրար հետ։ Եղավ Արդ ջան, օպրես, ես գիտեի որ դու ինձ կհասկանաս։ Մերսի։ Մերսի։ Պակա, պաչ։ Ես կարծում եմ որ իմ ամուսինը շատ զուս մի դաստիարակված մարդ է։ Իսկ ահա հիմա զանգես իրան, ասես հանկարծ եթե Իրան զանգի, կասես որ բադ ես երգում։ Տեսա՞ր։ Ինչ պրոյեկտի է ուզում մասնակցի։ Չէ, չես Պատժողը փչացնի։ ինքն էր, բայց вообще չպատժվեց, իրա ուզած է Իրան եղա։ աճելի է։ Օպրեք, տեսար ման։ Իսուր չեմ ասում քեզ։ Այդ չեմ պարապել։ Նայ։ Պիտի let it be երգեի, let it be։ Չէ, էլ մի Let it երգեք։ Նայ, be։ ես ասեմ, դու պատժվեցիր, անցավ պատիժը, всё։ Բայ ժողովուրդ, այսքան դեր իրականում ապրեք շատ։ Դու էլ օպրես ման է, այսքան դրակ ափսոս վերջացավ, այսքան դրական էմոցիաներ որ մենք Բենեֆիս, ես ստացա։ կամ գնամ դու մնաս քո բենեֆիսը լինի, նայ։ Ես գնում եմ, դու մնաս։ Բենի վրա եմ աղալ։ Վերջի շատ դուք էլ չմոռանաք բաժանորդագրվել եւ հետեւել հենց այնպեսին ամեն 5 շաբթի։ Շատ շնորհակալություն մանեջան, այսքան դրական էմոցիաների եւ լիցքերի համար։ Հա, Ապրես։ իսկապես։ Ես էլ շնորհակալ եմ այսքան առիթ ունենալու երգելու։ Երգի թատրոնի բեմից։ Ախր էդ էլ է կապ ունի։ Նայ, ես գնում եմ։ Դուք մնում եք։ Նայ քանի անգամ երգեցի է, ախր ինչ է։ Վերջ։ Արի մի հատ նկարվեի։ Ես տենց է գիտեմ, Արի մի հատ նկարվեի։ քո բենեֆիսը։ Մենց համով կանֆետեր մեջը։ Դրա համար էր ասում կերար։ Հայկական արտադրություն է, չէ՞։ Չոկո։ Լսո։ И живёт долго հիշում եք այն двое моя тень։ Դրա համար չի չաղանում, գիտես, երևի դանդաղա ծամում։ On կապ Էս էլ հասկանալի էր արդեն։ Life hack։ Երկար ծամեք։ Վերջում ինքը Իսկ խանդոտ իրավիճակներ էլի եղել են։ դա խանդ չի, ման։ Չէ, գիտեմ։ Դա բացարձակապես խանդ։ Ջղայնություն է։ Ջղայնություն է, որ Abida։ հա։ Դու խոստանում Ես ես չեմ ինձ գա, մի պարզապես անգամ էլ երկրում դուրս չեմ գամ լինի։ բեմ։ Նայ, մի անգամ էլ դուրս գամ բեմ։ Բռնեց ես Կաշխատեն մանեն։ դրա վրա, մի տարի էլ Նայ, կաշխատեն։ գտել է, նոր մարդ է գտել, Ու աշխատում է։ նույնիսկ եթե մի հատ էլ սենց դեր Իրա խաղ ենք խաղում, դերը սովորում անեմ ու երգեմ, ավելի լավ։ Հա, ներկայացման մեջ էլ Հա, երազում եմ։ Նույնիսկ տրագիկ դեր է կոմեդիա, խաղում։ տրագիկ կոմեդիա է ուզում խաղալ։ Նայեցիր արդեն այս մեկը։ Նայ, ո։ Չտեսար աչքի ծայրը։ Չեմ տեսել։ Դե երթվեց։ Կտանքները շարունակվում է։ Տարբեր է, կարող համերը տարբեր է։ Արամ Հələ շարքը Մի հատ փոխի ծամեմ դες։ ու մի քիչ երկար կտևի ծամելը։ Հա։ Գնանք մի հատ մյուս հաղորդումը գրենք։ Սոված ուզում եմ հասկանալ։ Ես Լուսինե Թովմասյանն եմ եւ դուք դիտում եք հենց այնպես շոուն։ Ես Իրինա Թովմասյանն եմ եւ դուք դիտում եք հենց այնպես շոուն։ Երևանի։ Իշեներում։